Այսօր, ինչպես մի քիչ առաջ ոտքի վրա հիշեցինք եւ հիշատակեցինք մեր բոլոր հայրերին ու մեծ հայրերին, որ այսօր մեզ հետ չեն, բայց նրանց, որ ունենք եւ մեր կողքին են, ուզում ենք, որ գնահատենք, հասկանանք, որ ամեն ինչ այս աշխարհի վրա ժամանակավոր է, ամեն ինչ, մեր կյանքը, մեր գոյությունը, մեր վիճակները, պայմանները, ամեն ինչ. Եվ քանի որ ամեն ինչ ժամանակավոր է տվել, եկեք այս ժամանակը թանկ գնահատենք եւ վայելենք եւ սիրենք եւ հարգենք եւ օրհնենք մեկս մյուսին եւ այսօր հայրերի տոնը առավելևս հիշենք մեր հայրերին, նրանք որ կան եւ հիշատակենք նրանց քաղցր հիշատակը, որ այսօր մեզ հետ չեն։ Այո, Աստծո խոսքը մեզ հստակորեն սովորեցնում է, որ Աստված ինչպիսի մեծ հոգևոր պարտականություն թողեց հայրերին իրենց ընտանիքից սկսած իրենց վերած ծառայությունը։ Այն ինչ որ հոգևոր հայրը կարող է թողնել ժառանգություն, ոչ միայն իր առաջիկա իր երեխաների, այլ հոգևոր հոր ցանած հոգևոր սերմերը ու բարի սերմերը կարող են ժառանգաբար շարունակեն եւ պտուղ բերեն։ Եվ դա Աստծո խոսքի ճշմարտությունը ասում, եւ ես ու դու մեր կյանքում ենք տեսնում։ Տեսնում ենք, թե ինչպես խոսքը, հավատքը, աստվածապաշտությունը մեր հայրերի եւ մեծ հայրերի մնաց, եւ այսօր մենք նրանց պտուղն ենք, որ եկել ենք Տիրոջ տանը մեջ, մեր երկնային հորը պաշտամունք բերելու։ Եվ մյուս կողմից չմոռանանք, որպես հոգևոր հայր, ես երկու երեխա ունեմ, ամեն մեկիս Աստված պարգևել է։ Եվ այսօր, որովհետև հոր մասին է խոսքը, եւ որպես հայր մենք հիշենք, միայն խոսքով չէ, որ մենք կարող ենք մնալ ու վկայել հոգևորությունը։ Մեր կյանքը մեծագույն վկայություն է, թե ինչպես եմ ես ու դու որպես հայր ապրում ես աշխարհի վրա։ Սաղմոս գիրք 127-րդ առաջի համարում այսպիսի տողեր ենք արտում։ Psalm 127 verse 1. Եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում նրա շինարարները։ Եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր է անքուն լինում պահապանը։ Այո, որպես հայրը, այո, այսօր վերջին 50-ամյակում շատ բան փոխվեց, բայց եթե հետ գնանք հազարամյակներ, տան տղամարդն էր աշխատողը, եկամուտ բերողը, տան տղամարդն էր այդ տան ինչը հիմքը։ Այո, մենք բազում անգամներ սյունը օրինակ ենք բերել մայրերի, բայց այսօր թողեք մի քիչ ավելի մեր խոսքը ուղղված լինի դեպի հայրերը։ Եվ Աստծո խոսքը միանշանակ այսօր մեզ հայրերից մեկ բան է ասում։ Գիտեք, որպես հայր մենք պարտականություն ենք զգում եւ փառք Աստծո այդ պարտականության համար, որ մենք ենք այդ եկամուտի main կարևոր աղբյուրը, մենք ենք, որ մեր տան մասին նյութապես եւ հոգեվորապես պետք է հոգ տանենք։ Եվ այստեղ ավելի սկսում է Աստծո խոսքը նյութականից։ Մենք քարչարվում ենք, մենք նեղություն ենք հաշում, առավոտ շուտ արտանում, գիշերը ուշ քնում, որ պահպանենք մեր տունը։ Բայց Տերը մեկ ուրիշ բան ունի այսօր ինձ ու քեզ հայրերիս ասելու, եթե Տերը չշինի, ինչքան էլ ուզում ես վազի, ինչքան էլ ուզում ես չարչարվի, խոսքը հոգևորի մասին է, Աստծո խոսքում համար է գրված, հոգևոր աշխարհի համար է գրված։ Այսօր դու նայ մի քեզի համատե աշխարհի հետ, նա 10 ժամ աշխատում, 2 տեղ աշխատում, ես իմ իշխաբեություններ անում, շատ մեծ հարուստ ապրում, սիրելիս դու քեզ համեմատիր քո Աստծո քո ստեղծողի հետ, ուրիշ ոչ մեկ։ Եվ Տերը քեզի ասում է, ինձ ասում է որպես հոգևոր, դու մի մտածիր, որ այս աշխարհի նման շատ աշխատելով, շատ օրհնության պատճառ կարող ես լինես քո տանդ։ Սա ես չեմ ասում, սա Աստծո խոսքն է ասում է Տերը պիտի շինի այդ տունը, մեր չարչարանքով չի։ Եվ այդ տան պահպանությունը եւ այդ քաղաքի պահպանությունը Տիրոջ ձեռքերի միջբեր։ Այո, որպես հայր մենք ուշադիր ենք, մենք հետևում ենք մեր երեխեքը, մեր կինը, մեր կողակիցը, ամեն ինչը, եկեղեցին, մեր քույր, բայց երբեք չմոռանանք,
մեզանից շատ ու շատ ավելի ու փառավոր, ավելի զորավոր, ավելի էական Տեր ու Հայր կա երկնքում, որ ինչ է անում, ինձ որպես Հայր հիշեցնում է, ինձ կանչիր, իմ անունին հավատա, եւ ես կպահեմ քեզ ու քո տունդ։ Եվ դրա շարունակությունը երկրորդ եւ երրորդ համարներում նույն Սաղմոս 127-ի երկրորդ եւ երրորդ համարն ասում է. Ուր է ցես համար կանուխ վեր կենալը, ուշ հանգստանալը, դուք հացը ցավով եք ուտում։ Ինչու՞, որտեվ նա իր սիրելիներին քուն է տալիս։ Մի պահ կանգ առնենք երկրորդ համարի վրա։ Սիրելիներս, եթե մեր ամբողջ միտումը, մեր ամբողջ մոտեցումը մարդկային է, ֆիզիկական է, իմ ասելիքը նա չէ, որ առավոտ արթնանաս եւ ասես անցյալ այս կիրակի սարեեղբայրը աղոթես, որ ուշ արթնանամ, շուտ քնեմ, աշխատանքի մասին այդքան էլ հոգ չտանեմ, դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ երբ արթնանում ենք, չշտապենք մի վայրկյան շուտ գործից չուշանամ, մի քիչ երկար աշխատեմ, մինչև դուրս գալը Տիրոջը վստահիր քո կյանքդ, քո տունդ, քո աշխատանքիդ օրհնությունը Տիրոջը վստահիր։ Էական չի քո գործի բնույթը, էականը Տերն է, որ այդ քո գործը օրհնաբեր կանի։ Որտև վերջի վերջո ամեն բան չի ավարտում, թե այդ օրը մենք ինչքան եկամուտ վաստակեցինք։ Մենք մարմին ենք, միս ու արյուն ենք, եւ այս մարմինը Տիրոջ խաղաղության կարիք ունի, եւ երբ որ Հայրը հոգևոր կյանքից պակասում է, տուն է պակասում, տան մեջ խաղաղություն է պակասում, միգուցե առատություն իր տեղում է, տանձ ու խնձորը, ուտելիքները, տարբեր տեսականիները, բայց երբ որ գիշերը քնում ես ու անհանգիստ ես, ու մտքերդ քեզի տանում են հեռու հեռավոր երկրներ, դա նշանակում է, որ ինչ-որ մի բան ճիշտ չի մեր կյանքում, քանզի Աստված մեզ ինչ էր խոստացել, իր երկնային խաղաղությունը, եւ այսօր եթե երկնային խաղաղությունը իմ մեջ պակասել է, իմ տանս մեջ է պակասում, եւ եթե մեր մեջ պակասում է, մեր հանգիստ քունն է պակասում, մեր մարմինն է պակասում, եւ հետո մենք հաջորդ օրը այս մարմինի վրա ավելի ենք ուժ գործադրում, ավելի ենք ճնշում բանեցնում, այս մարմինը մինչեւ ինչքան կարող է դիմանա, հետո գալիս է մի պահ, որ հիվանդանում ենք, հետո սկսում ենք այս ու այն բժիշկների դուռը ծեծելը։ Տերը մեզ մարմինը տվել, որ հոգ տանենք, եւ Աստված ուզում է, որ այս մարմինը եւ այս հոգին բերենք Տիրոջ փառավոր ներկայությանը մեջ։ Եվ վերջը երրորդ համարում ինչ է անում, մեր հայրենին հիշեցնում է, ահա որդիները, հայրեր, ահա որդիները, որ ուզում ես ցերեկ շուտ արթնանաս, գիշեր ուշ քնես եւ այդ ամբողջը քո որդիներիդ համար ես անում, ասում է ինչն է, քո ժառանգություն չէ, Տիրոջ ժառանգություն է, վստահիր Տիրոջը, որտեղ մենք միշտ մտածում ենք, ես բավարար անում եմ իմ երեխեքիս համար, դա լավ հայրերի ինչ է, մոտեցում է, բայց հոգևոր հայրերի մոտեցում չի։ Հոգևոր հայրերը մտածում իր երեխայի համար լավ անի ու նույնիսկ ավելի լավ անի, բայց մի բան չի մոռանում, որ իր որդին մինչև իր որդի լինելը դեռ Տիրոջ ժառանգությունն է։ Երբ որ դու հասկանում ես, որ քո երեխեքը Տիրոջ ժառանգություն է, հասկանում ես, որ Տիրոջ պահապան ձեռքը իմ երեխեքից վրա է, եւ այն ինչ որ ես անում եմ, ես լրացուցիչն եմ անում, ես ամբողջը չեմ կարող անել, որովհետև ես մարդ եմ, միս ու արյուն եմ, պակասություններով լցված անձ եմ, եւ ինչ էլ որ անեմ, իմ երեխաս պակաս կտեսնի, բայց երբ որ իմ երեխայից տեսնում եմ Տիրոջ ժառանգությունը, իմ պակասը Տերը լրացնում է ու իմ երեխան ինձի ամբողջ է տեսնում, ոչ թե պակաս։ Ահա որդիները Տիրոջ ժառանգություն են եւ որովայնի պտուղը նրա վարձն է, նրա օրհնությունն է, նրա շնորհքն է, որ Աստված մեզ պարգևել է։ Եվ Աստված ուզում է որպես ծնող, որպես հայր մեր երեխեքի մասին հոգ տանենք, բայց չի ուզում, որ 24 ժամ նրանց հետևից վազենք։ Նա ուզում է, որ այդ 24 ժամից ժամեր ու րոպեներ հատկացնենք ծնգի վրա ու մեր երեխաներին այդ փառավոր Տիրոջ ձեռքերի մեջ բերենք։ Հասկանում ես, որտեղ թշնամին անընդհատ մեզ խաբում է։ Եթե մի քիչ երկար, եթե ես աշխատանքից դուրս գաս մյուս աշխատանք, ընդեից մյուսը, միգուցե կառաջադիմես, կունենաս, կկազմես ու կկառուցես։
Ինչպես սկսվեց հայրերի տոնը Ամերիկայում։ Հայրերի տոնը հաստատվեց օրինական տոնական օր հունիս 19 1924 թիվ այն ժամվա երկրի նախագահն էր Calvin Coolidge-ը եւ Calvin Coolidge-ը հաստատեց, ստորագրեց եւ յուրաքանչյուր հունիս ամսվա մեջ օր նշանակվեց, որը պետք է հիշի եւ հիշատակվի հայրերի տոնի։ Բայց որտեղից էր սկիզբ առել։ Այնտեղ վերջում կարդում ենք, բայց այդ բոլորը մի աղջնակի, մի աղջկա պատճառով Սոնորա Դադը ով էր նա։ Սոնորան կորսրեր իր մորը շատ վաղ հասակից եւ իր կյանքում ունեցել էր հայր, որ այդ հայրը իր համար եւ հայր էր եղել եւ մայր։ Եվ ասում մի օր 1909 թվին եկեղեցում նստած գիտեք այդ օր ինչ էր, մայրերի տոն էր եւ քարոզը մայրերի մասին էր։ Եվ Աստծո հոգին նրան մեջ միտք խղացրեց։ Հապա ինչու ոչ եւս հայրերի համար նման մի տոն լինի։ Հայրերն էլ հիշատակվեն, հայրերն էլ օրհնվեն, հայրերն էլ մի շնորհակալության, մի բառ ու մասունք ստանան իրենց երեխաներից։ Եվ ամեն ինչ արեց մեր սիրելի քույր Սոնորան, որպեսզի նման մի օր լինի։ Եվ այսօր այդ օրը տոնվում է as a Father's Day։ Այդպիսին էր փոքր ու համառոտ կարճ բացատրությունը հայրերի տոնի հետ կապված, որ Ամերիկայում տոնում ենք։ Բիլի Գրահամը, եղբայր, որը հրաժեշտ տվեցինք երկինքն է վայելում Տիրոջ ներկայությունը, ունի բավականին թևավոր խոսքեր եւ որից մեկը այսօրվա այս հայրերի տոնի հետ է կապված։ Եվ Բիլի Գրահամը հետեւյալն ասում. մեր մեծագույն ժառանգությունը, որ մենք կարող ենք թողնել ու ժառանգություն թողնել մեր երեխաներին եւ մեր թորնիկներին, այդ գումարի չափը չէ, քանի տուն եւ ինչ հարստություն ենք ժառանգություն թողնում մեր երեխաներին, այս մեր մի ապրած կյանքի մեջ։ Բայց rather a legacy of character and of faith. Այլ մեզ Բիլի Գրահամը հիշեցնում է, մեզ հայրերիս հիշեցնում է, մեզ հայրերիս հիշեցնում է, որ մեծագույն ժառանգությունը, որ դու կարող ես թողնես, քո հոգևոր ով լինելն է, որ չի մոռացվի եւ գհիշվի, որ հայրս է սառիթով սա ասեց Աստծո խոսքից, նման մի աղոթք արեց, նման մի մտահոգությամբ, հոգևոր մտահոգությամբ էր մտահոգված։ Սիրելիներս, 68 տարեկան մարդ եմ եւ ուզում եմ իմ կյանքի փորձառությունից մի բան ասեմ։ Ես այս տարիները, որ ապրել եմ մեկ անգամ, միգուցե ես չափազանցնում եմ, մեկ անգամ չեմ լսել, որ երեխաները, որոնք ժառանգել են մեծ քանակությամբ, միջին քանակությամբ, թե փոքր քանակությամբ, $1000, $10,000, թե $10 միլիոն ժառանգություն։ Ես մեկ անգամ չեմ լսել, որ երեխաները իրենց ծնողներին մեծարեն ստացած ժառանգության համար։ Մեծամասնություն գիտես ինչ եմ տեսել ու տպավորություն ստացել։ Հենց էլ պետք է լիներ։ Եվ այդպես էլ եղավ։ Հերը մեռավ, ծնողները գնացին եւ ժառանգությունը մնաց երեխաներ։ Հենց այսպես էլ պետք է լիներ։ Մեծամասնության ես մի երեխեքից եւ քո երեխաների վրա քարջ եմ շպրտում, բայց ուզում եմ ասել, նյութականը կմնա նյութական, հոգևորն է, որ հավիտենական է, հոգևորն է, որ ժառանգություն է թողնում, եւ դա էր Բիլի Գրահամը ասում։ Այն ինչ որ դու կարող ես նյութական փառք Աստծո քո բերած բաժինի համար, բայց քո երեխեն քեզ գհիշի ոչ թե քո թողած միլիոնների համար, այլ քո հոգևորության համար, վստահեցնում եմ քեզ։ Եվ եթե ես ու դու հոգևոր պակասենք, սրտի ցավով դժվար կլինի մտածել ժառանգության մասին, դա էլ հոգևոր ժառանգության մասին։ Արաքած գրքի մեջ նման մի համար կա, հայրերի հետ կապված, այդ թեմայի հետ կապված շատ ենք մեջբերում անում, երբ որ նյութը խոսքը հայրերի մասին է եւ այսօրվա կապակցությամբ։ Բայց համար ընթերցելուց հետո բացադրություն ունեմ տալու, ոչ թե իմ կողմից, այլ մի ուրիշ անգլիացի շատ Աստծոց օրհնված Չարլզ Սպերջենի
մեկնաբանությունը։ Համարը հետևյալն է, արված է Առակաց գիրք 22-րդ գլխի 6-րդ համարը, Proverb 22 verse 6, երեխային կրթիր իր ճանապարհին, համապատասխան, երեխային փոքրուց կրթիր, հոգևոր կրթիր, երբ որ Աստծո խոսքից են կարդում, բնականաբար կրթությունը մաթեմատիկան չի, վատ բան չէ, որ կրթությունը տաս ևս, բայց հոգևոր կրթությունը մի անտեսիր, ով ծնող, իր ճանապարհին, որով ընթանալու է, եւ նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից, կմնա հոգևոր, կմնա եւ քո հոգևոր ժառանգությունը պատուղ կբերի քո երեխաների ու քո թորնիկների կյանքում։ Բայց Սպերջեն եղբայրս այս համարը առնելով մի հետաքրքիր մեկնաբանություն է տալիս այս համարին։ Ասում է train up a child in the way he should go։ Այս համարի հետ կապված։ Ասում է նրան կրթիր ու դաստիարակիր, բայց կա այստեղ։ Be sure, վստահ եղիր, you got that the same way yourself։ Բայց վստահ եղիր, որ դու ինքդ կմնաս հոգևոր։ Այսօր գիտես, նորեն եմ ուզում կրկնեմ, 68 տարեկան եմ, 60 նմանատիպ ծնողների եմ հանդիպել։ Գիտեք ինչ են անում։ Իրենք եկեղեցի չեն ուզում գնալ։ Ում են քաջալերում իրենց երեխաներին։ Մտածում են, որ եկեղեցի կմնան գողությունից, ավազակությունից, սխալ ճանապարհից, սխալ ընկերություններից ինչ կանեն, ազատագրված կլինեն։ Այդպիսի բան չի կարող լինել։ Հազվադեպ է լինում, 1-2 դեպք։ Ծնողը պետք է իր երեխային օրինակ լինի։ Նորեն եմ ասում, ժամանակին այդպիսի սովորություն կար, եկեղեցիներում ավտոբուսներ կար, որոնք նույն են տներից երեխաներին էին հավաքում ու հսկայական կիրակնորյա դպրոցներ էին կառուցել։ Բայց ժամանակին այդ երեխաները չմնացին, գիտեք ինչ, ես չեմ ուզում քարե շպրտեմ եկեղեցու ծառայությունը, բայց երբ որ ծնող այնտեղ չի, երեխան չի կարող մնա, որտեվ հիմք չկա, որտեվ սյուն չկա, որտեվ տանը մեջ աստվածապաշտություն չկա, այդ երեխին ուղարկում են մի 2 ժամ ինչ անեն, ոնց որ Ամերիկայում երեխեքին դպրոց չեն ուղարկում կրթություն ստանալու համար, չխաբվես, երեխեքին ուղարկում են մի 6-7 ժամ ազատագրվելու իրանցից, այդ է կարգը, դրա համար են իրենց ճաղում էջտեղից, երբ որ այս երկրի ներկանախագահն ասում էր, դպրոցը պետք է մասնակի դառնա, պետք է պատասխանատու լինի, չէ, դուք գիտեք, որ այս երկրում քանի բիլիոն դոլար դպրոցների վրա փող են ծախսում, եւ գիտեք, որ Ամերիկայի դպրոցների համալսարանի մասին չեմ խոսում, որտեղ համալսարանի չափանիշներ դու չես կարող չափես, որտեղ շատ ու շատ դրսից ուսանողներ են գալիս։ Ամերիկայի դպրոցների մակարդակը անչափ խղճուկտակար է, որ կարող ես համեմատես Աֆրիկայի դպրոցի կրթության մակարդակին, Եվրոպայի մասին չեմ խոսում։ Այդպիսին է կրթությունը, եւ այս վերջի տարիներին դպրոցը դարձավ, գիտեք ինչ, դարձավ babysitting, ոչ թե կրթություն տվող, եւ ուսուցիչները գիտեն այդ, եւ երեխաները գիտեն այդ, եւ դա է կրթության հետևանքը։ Եվ սա է խնդիրը, որ եթե դու հույսը դրել ես դպրոցի ուսուցիչների վրա, սխալ ես։ Այսօր դու պետք է ինքդ, ինչպես Սպերջենը ասում, ինքդ քո կյանքով հայր օրինակ լինես, երբ որ երեխեքին հիշեցնում ես աստվածապաշտության մասին։ Պետք է ընթերցենք Ծննդոց գրքից մի համար։ Վստահ եմ, բազում անգամներ կարդացել եք, լսել եք, քարոզներ, վերլուծություններ։ Չգիտեմ նման վերլուծություն, որ այսօր ես պետք է վերլուծեմ ձեզ հետ ու հարցում, որ պետք է հարցնեմ, դուք ունեցել եք երբևիցե։ Պետք է ընթերցենք Ծննդոց գիրք 3-րդ գլուխ առաջի համարը, Genesis chapter 3 verse 1։ Եվ ասում է, օձն ավելի խորամանկ էր, քան թե դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Օձն ասեց կնոջը. իսկապես Աստված ասեց,
որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք։ Այստեղ ես ուզում եմ մի բան հստակեցնեմ ինձ համար եւ քեզ համար։ Ինձ համար այս խոսքը փառք եմ ասում, որ Աստված բացել է դեռ շատ ու շատ տարիներ առաջ։ Ոմանք ուզում են պատկերացնել իրենց մտային աշխարհի մեջ, որ օծը խոսեց։ Օծի մասին չէ, սատանայի մասին է։ Այստեղ Ծննդոց գրքի հեղինակը Մովսեսը Աստծո հոգուց առած հոգի է բացադրում եւ ոչ թե բառ։ Եվ որ խոսում է օծը խոսեց, սատանան խոսեց, եւ սատանայի խորամանկությունը նմանեցնում է օծի խորամանկությանը։ Եվ որ սատանան եկավ եւ սկսեց խոսել, այսօր այսպեսի մի հատ հարց եմ ուզում հարցնել։ Երբևիցե մտածել եք այդ մասին։ Ես չէի մտածել, ես վերջերս սկսեցի այդ մասին մտածել։ Քույրեր քարեր չպրտեք ինձ վրա։ Չմտածեք, որ որովհետև հայրերի տոնն է, այսօր հայրերին մեծարելու համար քույրերին ու մայրերին ուզում ենք ցածրացենք ու նսեմացնենք։ Երբևիցե հարցրել եք ձեզի, թե ինչու սատանան մոտեցավ կնոջը եւ ոչ թե տղամարդին։ Գնացեք մտածեք եւ երբ որ պատասխան կունենաք, այդ պատասխանը ինքներդ ձեր մեջ վերլուծեք։ Սատանան երկու ընտրությունն էլ ուներ։ Ադամը եւ Եվան։ Բայց այստեղ հստակորեն գրված է. նա մոտեցավ ում Եվային, որտեվ գիտեր կնոջ կառուցվածքը, որտեվ գիտեր, որ կինը իր ամբողջ էությունով Տերը այդպես էր պատրաստել, որ տունը լրացնի, ամբողջացնի։ Այսօր մայրերի տոնը չի, շատ չեմ գովերքելու ձեզի, ուրեմն նրանց լցրեց զգացմունքների մի ամբողջ օվկիանոսով։ Սատանան գիտեր, որ տղամարդը արևելի տրամաբանող է եւ ոչ թե զգացմունքներով որոշող, եւ այդքան հեշտ չէր կարող տղամարդուն խաբել։ Եվ եթե նայեք վերջի 50-ամյակի ընթացքում, սկսած իմ երեխեքից եւ շատ երիտասարդներ ինձ վրա քարեր կշպրտեն, այն ինչ որ այսօր ենք դրանց մեծամասնության պատճառը կանայք են, որով տրվեցին իրենց զգացմունքներին։ Այդ սուտ խաբեբայության հավասարությունը վերածեցին ֆիզիկականի եւ գիտեք արդյունքը ինչ եղավ։ Արդյունքը սա եղավ, որ հիմի վերլուծում ենք։ Երբ Աստված Եդեմի պարտեզում ստեղծեց կինը եւ տղամարդը, որոնք իրենց ամբողջ կառուցվածքով եւ հոգեկան աշխարհով լրիվ տարբեր ինչ են ստեղծագործություններ են։ Աստված հատուկ ստեղծեց, որպեսզի միանման չլինեն, որպեսզի նրանց ձուլումը ու միացումը ամբողջական լինի։ Եթե միանման լինեին, վստահեցնում եմ այսօր ընտանիքների 99%-ը բաժանված կլինեին։ Նրանք եկել էին ու միանալու ընտանիք կազմելու, որպեսզի լրացնեն ու ամբողջացնեին։ Բայց այսօր ինչ է մեր դպրոցներում, համալսարաններում, կինոթատրոններում, կինոներով եւ ամբողջ լրատվության բոլոր այդ ուժը, սիստեմը ինչի վրա է կառուցված։ Վերջի 30 տարին վերլուծեք։ Մարդկանց այդ ծնված օրվանից իրենց ուղեղի մեջ ինչ են անում։ No, Աստծո խոսքը ճշմարիտ չէ։ Տղամարդի հետ կարող է ամուսնանալ եւ ընտանիք կազմել։ Կինը կնոջ հետ կարող է ամուսնանալ եւ ընտանիք կազմել։ Երեխան կեթան որբանոցից մի տեղից կճարեն կբերեն։ Երեխան չէ ստե խնդիրը։ Ամբողջ խնդիրը սրանում էր, որ սատանան ինչպես Եդեմի պարտեզում մոտենալով Եվային, այսօր մարդկանց մոտենալով եւ օգտագործեց կանանց զգացմունքային կարգավիճակը եւ նման մի կարգ բերեց։ Տղամարդ իր մեղքն ունի, իր բաժինը ունի։ Այսօր ընտանիք հասկացողությունը ամբողջովին արժեքազուրկ է եղել։ Եվ սատանայի հարձակում միջև այսօրվա սորը գիտեք ինչի վրա է։ Տղամարդու վրա։ Ուզում եք ապացուցեմ ձեզի։ Այսպիսի մի հատ անհատականություն կար։ Անունը Չակ Քալսոն էր։ Չակ Քալսոնը շատ էմիգրանտ ընտանիքից էր ու շատ աղքատ ընտանիքում է մեծացել։ Բայց Ռիչարդ Նիքսոնի աչթևը եղավ։ Ամերիկայի պատմության մեջ ամենաերիտասարդ կաբինետ մեմբերն էր։
չափից դուրս խելացի եւ քաղաքական գործիչ։ Բայց ինչպես Ռիչարդ Նիքսոնին ծուղակը գցեցին եւ այս եղբայրս, որը անհավատ էր, բացարձակապես աստվածապաշտ չէր, որտեղ այնքան կյանքում հաջողության էր ասել, որ իր հաջողությունից գլխապտույտի մեջ էր Չակ Քալսոնը, հայտնվեց բանտում եւ բանտում ապաշխարեց։ Եվ երբ որ բանտից դուրս եկավ, նա ամբողջովին թողեց քաղաքական գործունեությունը, նա լի իրավաբանական կրթությունը եւ կարող էր շարունակել եւ մեծ հաջողությունների հասնել։ Ասում եմ, նրա խելացության եւ գիտությանը չափ ու սահման չկար։ Նա սկսեց այսպիսի մի մարդասիրական կազմակերպություն, կոչվեց Prison Fellowship։ Նա սկսեց իր ծառայությունը բանտերում։ Հսկայական կազմակերպություն եղավ եւ ոչ միայն Կալիֆոռնիայում, այլ ամբողջ Ամերիկայի մեջ տարածվեց իր ծառայությունը։ Այսպիսի մի փաստ է նկարագրում Չակ Քալսոնը, ասում է ամեն մայրերի տոնի կապակցությամբ եւ հայրերի տոնի կապակցությամբ մենք բանդարգյալներին ձրիաբար ինչ ենք անում, շնորհակալության բացիկներ էինք տալիս, որ գրեն եւ ուղարկեն իրենց մայրերին մայրական տոնակապակցությամբ եւ հայրերին հայրերի տոնակապակցությամբ։ Տեսեք թե Չակ Քալսոնը ինչ է ասում։ In one of the large prison in California, California-ի մեծագույն բանտերից մեկում, երբ որ եկավ մայրերի տոնը, հազարավոր շնորհակալության բացիկներ ցանկացան, ինչ բանդարգյալները եւ վերցրեցին։ Անցավ 1 ամիս հայրերի տոներ, ընդամենը 6 բանդարգյալ մոտեցավ եւ քարտուզեց ուղարկելու իր հորը։ Սիստեմը, սատանան, այս աշխարհի իշխանը, հորը եւ տղամարդու արժեքը հողին հավասարացրեց, որտեվ գիտեք ինչի, որտեվ այդ անորենը, այդ նենգավորը գիտեր, որ ընտանիքի հիմքը հայրն է, սույնը մայրն է, հիմքը հայրն է։ Եվ այսօր եթե դուք նայեք, կինոները նայեք, թատրոնները նայեք, հերոստատեսության ինչ հաղորդում ուզում եք նայեք, նույնիսկ սպորտային աշխարհում նայեք, տղամարդը առաջի ծաղրի առարկան է, տղամարդը, հայրը ծաղրի առարկա է, ինչի այդ բոլորը սատանանում, որպեսզի քանդի եւ կառուցի այն ինչ որ ինքն է ուզում, 2 տղամարդ, 2 կին, հրաշալի են, ոչ մեկ դրանց մասին, ոչ քարա շպրտում, ոչ բողոքումա, ոչ ինչ-որ բաներ արտահայտում, բայց երբ որ ընտանիքը օրինական է, այնտեղ հարցակում կա։ Երբ որ դու հոգևոր ես, բոլորը քեզանից երես են դարձում։ Երբ որ սկսում ես ասոն պաշտել ու ասոն վկայել, քո ամենամոտիկը դառնում է քո ամենա ինչ ողերին թշնամի։ Բոլորը ինչ են անում։ Բոլորը հակառակվում են քեզ հետ։ Եվ դա օրինաչափ է, որտեվ եթե մեր Քրիստոս Հիսուսից երես դարձեցին, այդ հրաշագործից, այդ ողորմածից, այդ սուրբից, այդ կատարյալից, մենք ով ենք։ Ուրեմն իմացի, որ ճիշտ ճանապարհի մեջ ես։ Եվ երբ որ տեսնում ես, որ հայրերը հարցակման տակ են, չմիանաս այդ հոսքին, իմ հարազատս, իմ բարեկամս, իմ երիտասարդս, որ այստեղ նստած ես եւ տարիքովը, չմիանաս այդ հոսքին։ Հայրը ու տղամարդը արժեք ունի հոր մոտ, Աստծո մոտ։ Եվ իզուր չէր, երբ որ աշակերտները Հիսուսից աղոթք անել մեզ սովորեցրու, առաջի բառը ինչից սկսեց։ Հայրը մեր, որ երկնքում ես, հայր բառով, հայր բառը Աստծո համար արժեքավոր է։ Ոչ միայն որ ինքն է ողջ մարդկության հայրը, այլ ինձ ու քեզ որպես հայր նա տեսնում է իր ժառանգություն ես երկրի վրա, իր ձեռքի գործը։ Մի քիչ հուզվեցինք, մի քիչ ուրախանանք։ Ծայրահեղացրել եմ այս առաջիկա պատմությունը, այդպես սրտիդ մոտ չընդունես, բայց իր մեջ որոշ ճշմարտության էլեմենտներ պարունակվում են։ Հիվանդ տղամարդ էր, գնաց բժշկի, ասեց սիրտս լավ չի, առողջականս լավ չի, բժիշկը ստուգեց, ասեց ահա որ վիճակի մեջ ես, ով մարդ, ով Աստծո մարդ, սես որ շարունակի մի ամսվա կյանք ունես,
ահա որ է սրտիդ աշխատանքը, ամբողջ ներվային սիստեմը, ահա որ լարված վիճակում ես ապրում։ You are under too much stress, մեծ մտահոգություններով ես լցված։ You are not eating right, ճիշտ բաներ չես ուտում։ You need to tell your wife, դու պետք է կնոջդ ու երեխաներիդ ասես, որ մի քիչ քո մասին մտահոգվեն։ Կինը ճիշտ ճաշեր պատրաստի, երեխաներդ մի քիչ ավելի սիրեն, հարգեն, պատվեն քեզի, գլխիդ չնստեն, մեկ-մեկ ուսերիդ նստեն, մեկ-մեկ ձեռքդ բռնեն, քայլեն։ Եվ պետք է կնոջդ ասես, որ մեկ-մեկ երեխաներին առանձնացնի, որ դու գործից որ գալիս ես, մի պահ հանգստի պահ ունենաս, հանգստի ժամ ունենաս։ Եվ վերջեվերջը կնոջդ պետք է ասես, որ իր ծախսի մեջ չափավոր լինի։ Եթե ոչ դու ամեն ամիս ինքան մտահոգված ես, ոնց եմ վճարել ես բոլոր ծախսերը, դա բնականաբար այդ բոլոր մտահոգությունները քեզ ինչ անում, քո առողջությունը քայքայում է։ Եվ եթե կինդ եւ երեխաներդ քեզ հետ միաբանված, կազմակերպված, հոգ տանեն քո մասին, քո առողջությունը կվերականգնի ու երկար տարիների կյանք ունենաս։ Հիվանդ ասեց, բժիշկ ջան, քո մոտից որ դուրս եմ գալիս, մինչև տուն հասնելը, շատ եմ խնդրում, այն ամեն ինչ, որ ինձ ասեցիր, հեռախոսով կարող ես կնոջս էլ բացատրես, որտեվ կասկածում եմ, որ ինձ կվստահի, ասա էլի քո կողմից, որպես մասնագետի ասա։ Ասես կան։ Եղբայրս աֆիսից դուրս եկավ ուրախ, զվարթ, որ հիմի մի ամբողջ փոփոխված տուն, կին ու երեխաներ կտեսնի, հասավ տուն, դուռը թակեց, կինը դուռը բաց արավ, ասեց, արի խեղճ ու կրակ ամուսինս, բժիշկը զանգեց, ասեց, ընդամենը 30 օրվա կյանք ունես։ Սա մի քիչ ծայրահեղացրել եմ, բայց գիտեք, սա միանշանակ մի բան ասում։ Այսօր այս աշխարհը, չեմ ուզում ինձ կրկնեմ, տղամարդուն արժեքազուր կա դարձրել, հորը, եւ միակ նպատակը, որ ընտանիքը քանդի։ Ստե խոսքը տղամարդի ու հոր մասին չի։ Սատանայի համար ամեն մի էակ ինչ է։ Իր ձեռքին գործիք է, որպեսզի իր հետ դժոխքի բաժին դարձնի։ Եվ որպեսզի կարողանա այն հիմքը, որ Աստված դրել էր, որպես ընտանիք, կին, տղամարդ եւ երեխաներ, ամբողջովին աղավաղեց։ Եվ այսօր ամբողջ աշխարհը բռնված այդ մեղքով։ Ընտանիք հասկացողությունը կորսեց իր արժեքը։ Դու գիտեք, որ օրական քանի հազար աբորշնա կատարվում է երկրում։ Երեխային սպանում են մինչև ծնունդ առնելը։ Աբորտ են անում։ 5000։ Որտեղ երբ կին, մայր, որտեղ հայր, տղամարդ չկա։ Չեն ուզում ճանաչեն, ընդունեն։ Այսօր այդ հարցում ես սրտից հավով կարող եմ ասել։ Մենք ինչքան ու ինչքան ցավալի տխուր դեպքեր ենք լսում, որ տղամարդը թողնում է իր կնոջը ու երեխաներին ու հեռանում է։ Մեծ տոկոս է։ Եվ ինչքան ու ինչքան դեպքեր են կարդում, որ կինը մնում է հավատարմորեն, մնում է իր երեխաներին մայր ու նրանց հասակ ու դաստիարակությունը տալիս։ Այո, այդ դեռ չծնված երեխաների կորուստը կորուստ չէ, նրանք երկնքում են վայելելու, նրանք հոգի են, նրանք ինչպես այս ճիզվիտ ուրվական լիբերալներ են ասում, նրանք մսի կտոր են, նրանք մսի կտոր չեն, նրանք հոգի են, նրանք էակ են, Աստված նրանց ճանաչում է, նրանց կյանք է տվել, և նրանք երկինքն են ժառանգելու, բայց բոլոր նրանք, որ մասնակից եղան նրանց մահ ու կորուստի, նրանք որպես մարդասպանի Աստծո առջև պատասխան պիտի տան, եթե չապաշխարեն ու տուրեշ ողորմությունը չկանչեն։ Սիրելիներս, Աստծո խոսքի մի համարով պետք է այսօրվա մեր այսօրվա խոսքի բաժինը ավարտի բերենք։ Ղուկաս ավետարանիչը շատ գեղեցիկ ու մանրակրկիտ նկարագրում է Հովհաննես Մկրտչի մասին։
ասում նա եկավ մինչև Քրիստոսի գալը, Քրիստոսի ճանապարհը պատրաստեց, ժողովրդին կանչեց ու հիշեցրեց, որ նրանք թողել են Աստծուն ու ճշմարտությանը, եւ նրանց սկսեց ջրով մկրտել ու պատրաստել, որ ընդունեն երկնայինը, ու ասեց ես ցեզ ջրով եմ մկրտում, բայց այդ փառավոր, որ փառավորածը կգա, նա ցեզ կրակով, երկնքի կրակով է մկրտելու, ու դու նրանն եք լինելու Հավիտյանս Հավիտենից, ու երբ որ ասում է ժողովուրդ ու ամբոխներ էին հավաքում, նա անապատում էր մնում, ու ժողովուրդը քաղաքների շարժվում էին, որպեսզի Հովհաննես մկրտչի ինչը խոսքը լսելու, նրա ձեռքով ջրով մկրտվելու, Ղուկաս ավետարանի առաջի գլուխ, Luke chapter 1 verse 17, Ղուկաս ավետարան առաջի գլուխ 17-րդ համարում, մի հատ գեղեցիկ խոսք է ասում, որ այսօր մեր հայրենի մասին է խոսքը, ինքն էլ, այսինքն Հովհաննես մկրտիչն էլ, Եղիայի հոգով ու զորությամբ նրա առաջից պիտի գնա, Հիսուսի առաջից պիտի գնա, և գիտեք ինչ անում, Հիսուսի առաջից գնալու համար նա մի կարևոր ու էական փաստի վրա է շեշտված Ղուկասը, ասում է հայրերին ու որդիներին ինչ կանի, կհաշտեցնի, գիտեք հայրերի ու որդիների խռովությունը, դա այս դարաշրջանի ողբը չի, սա հազարամյակների պատմություն է, ու սատանան երբ որ մտնում է և առաջի բանը, որ ընտանիքը քայքայելու հոր, տեսեք մոր մասին խոսք չկա, հոր և երեխաների նկատմամբ ինչ է ստեղծում, անջրպետ, դատարկություն, պակասում է հաղորդակցությունը, գիտեք իմ խոսքը, երբ որ ծննդոց գրքից ասում կինը մի ծով օվկիանոս ինչ է զգացում է, այդ զգացումը օգնում է, որ ամբողջացնի պահի, տղամարդը բանական է, մտային է, և շատ ու արագ անցնում է որոշման և դժբախտաբար ինչ է լինում, արդյունքը այն, որ Աստված ուղարկեց Հովհաննես մկրտչին, որ հայրերին ու որդիներին ինչ անի, հաշտեցնի, այո էդի ցավը, էդի վերքը, էդի պակասությունը և Աստծո Սուրբ Հոգին Աստված փառավորը բերեց և Քրիստոսը ամբողջացրեց Հովհաննես մկրտչի գործը և այսօր մենք փառավոր Հիսուս Քրիստոսի սիրո մեջ ունենք ընտանիք, որ ամբողջացած է այդ փառավորի ձեռքերի մեջ, հայրեր, քեզ կբերեմ այդ հրաշք Հիսուս Քրիստոսի ձեռքերի մեջ, մնաս վստահես ու քո տունդ նրա ձեռքերի մեջ բերես, Հիսուսի անունով, ամեն